Ամիսներ առաջ մեծ շուքով ու շքեղությամբ տեղի ունեցավ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանյաց արարողությունը։ Ռոզան կազմեց ընտանիք իր սիրելիի Գուրգենի հետ։ Չնայած նրան, որ դերասանուհին սիրելիի մասնակցությամբ այդքան էլ հաճախ չէ, որ հրապարակումներ է անում, միևնույն է, այս զույգը սիրվել է հասարակության կողմից։ Երեկ Ռոզան պատմել է այն մասին, որ ինքն ու ամուսինն արդեն նոր բնակարան ունեն։ Նրանք տեղափոխվել են ու արդեն վայելում են իրենց նոր կյանքը։ Դերասանուհին անկեղծացել է ու նշել, որ մաքրության ու վերանորոգման հարցը լուծելը այս ընթացքում իրեն դժվար է տրվել, սակայն այս պահին վայելելու փուլն է։ Star News-ը ձեզ ներկայացնում է այն բնակարանը, որից կադրեր հրապարակել էր դերասանուհին։ Տեսեք, թե այն որքան շքեղ է։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև մի քանի այլ տեսանյութ Ռոզա Դավթյանի մասնակցությամբ։ Հակառակ պրոցեսն է, ես էլ չեմ ուզում նիհարեմ ճիշտն ասած, բայց քանի որ շաքարից, հյութերից, քաղցրից հրաժարվել եմ, այս վերջի շաբաթում երևի արդեն 4 կիլո նիհարել եմ, 4 կիլո նիհարել եմ։ Շատ վատ է, բայց եթե դուք ուզում եք նիհարեք, արդեն գիտեք ինչ պիտի անեք, մի քիչ վամքի ուժով։ Մի քանի տարի առաջ սկսում եմ մի խոսքով Instagram-ում կամ ընդհանրապես ապրում էի, կապիչներս քանդվել է, այս անգնել է։ Իրականում մտքից ծայրով չէր անցնի, որ հնարավոր է ինձ մի օր ամեն օր այս հարցը տան։ Եղեք ապշում եմ, ես այդքան մեծ չեմ, որ ամուսնանալու մասին դեռ մտածեմ։ Ըստիս, եթե կարելի է, տենց մտածեմ, հա։ Չգիտեմ, ինչի եք ես հարցը այսքան տալիս ինձ։ Սա կարծում եմ հարցերից հա, որը մի պատասխան իր մեջ չի ներառում, այլ շատ ու շատ պատասխաններ, որովհետև ինքս ինքյան արդեն ինդիվիդուալ հարց է, ու հետևաբար ինդիվիդուալ եւ յուրապատասխան ակնկալում։ Տեսեք, եթե օրինակ ունեք քթի կոմպլեքս, արտաքին կոմպլեքսների մասին ես խոսենք, դրա լուծումը արդեն դուք կարող եք տալ։ Ժամը արդեն 12-ն է լինում, ես 8-ից արթուն եմ ու արդեն իմ հետ հասցրել է 2 շատ վատ դեպք լինի։ Առաջինն է, որ իմ գործընկերները, ում հետ մենք ունենք պայմանավորվածություն, խափանեցին իմ ամբողջ օրվա պլանները, խլեցին իմ ժամանակից մոտ 1 ժամ, մի խոսքով չեմ ուզում այդ մասին խոսեմ, չեմ ուզում անդրադառնամ այդ հարցին դեռևս։ Երկրորդ վատ բանն է, որ ես շատ նեղ տեղով անցնելուց ավտոն քերեցի։ Շատ վատ բաներ են այսօր իմ հետ լինում, բայց ոչինչ։ Չենք ընկճվում, կարևորը ես լավ եմ, առողջ եմ։ Շնորհակալ մի քիչ որ սենց ինձ շատ հունից անեն, կարող է էտել էլ չլինի։ Ու ամենակարևորն է, որ Սուսուզին հիմա հաց ենք ուտում։ Ամեն վատ բանի մեջ գոնե մի լավ բան կա, որ գոնե սոված չենք, որտեղ սոված լինենք, ջղային կլինեինք։ Ապրես, բա որ մի հատ էլ կոֆե լիներ։ Հեսա ես կկազմակերպեմ։ Փրկիչ Սյուզի։ Ուղղակի առավոտ 7-ից արդեն մարդու դեմք է այս։ 2 ծանր վայսակներով։ Մի աչքս փակամ, մեկը բաց։ Հոգնել եմ։ Ուզում եմ գնամ տուն քնեմ։ Գնացինք, պիտի տակ ճիշտ է միշտ։ Վիկտորիա ճիշտ է միշտ։ Այո։ Դա դուք ես քան առաջ գաք ձեր ֆեստիվալ։ Ավագ չգիտեմ որ մենք հյուրեր ենք սպասում։ Իրականում այս մարդու հայցը ինձ էլ զարմացրեց։ Այս մարդը անում ունի Բագրատ։ Եթե քաղաքագիտություն ենք։
Նախորդող ստորիների հետ կապված շատ հոգնած եմ իրականում, բայց ինձ թվում է ամեն դեպքում կարիքը կա խոսելու այդ երեխու մասին։ Ինձ թվում է դուք բոլորդ եք հասկանում, որ այդ ինքնանպատակ չէր, շուրջ 700 նամակ եմ երևի ստացել, որոնք վերաբերում էին այդ երեխու վարքագծին։ Ու նպատակն այն չի բացարձակ, որ ես իրան վարկաբեկեմ։ Իմ արածի միտքն էր, որպեսզի նման օրինակ երեխաները գոնե վախի մթնոլորտում չանեն այդպիսի բաներ, դաստիարակվեն գոնե վախի մթնոլորտում, որովհետև մարդիկ մեծանում են հենց այդ նույն բնավորության գծով ու իրենք սաստվում են միայն երբ որ դու իրենց համար ստեղծում ես վախի մթնոլորտ։ Հաջորդ անգամ երևի թե կհիշի այս դեպքը ու մյուս բլոգերի կամ դերասանի նկարի տակ ոչ մի բան չի գրի։ Եվ այս երեխուն հիշելով հիշեցի մի շաբաթ առաջ եղած մի դեպք, որոշել էի չպատմեի, բայց երևի թե կարիքը կա ամեն դեպքում։ Մի շաբաթ առաջ մտնում եմ մեր հարևանությամբ գտնվող սուպերմարկետ Էտալան, ու մի աղջիկ կա, ով իմ հասակակից է ու աշխատում այդ խանութում։ Ես ինքս որպես սպասարկող միշտ շատ սիրալ իրեմ մեր խանութներում ու որպես հաճախորդ էլ միշտ շատ բարեհամբույր։ Մտնում եմ, վերցնում եմ պրոդուկտը, մենք իրար գոնե հեռակա գիտենք, որովհետև նույն տարածքում ենք մեծացել։ Մեկ էլ վերցնում եմ, ինքը չի սպասարկում իդեպ ինձ մի ուրիշ կին, վերցնում եմ դուրս եմ գալիս, զգում եմ, որ իմ հետևից խոսում են ու ինչ է ասում է մոռացել է երևի ոնց էր գործնագործ խաղում, հիմա իրան դրելա չգիտեմ ում տեղը, ոնց եմ զզվում սրանից։ Էս է կոնտեքստը իրանց խոսակցության։ Մի խոսքով մի անգամից ասեմ ձեր հետաքրքրող հատված ինքը վերջի վերջո ստացավ պատասխան, որին արժանի էր եւ իմ կողմից եւ տնօրինության եւ իմ մտերիմների, բայց ուզում եմ ասեմ ինչ, որ կորցրեցին իրենք պոտենցիալ 10 հաճախորդ, ես ու իմ այդ հարցին խառնված մարդիկ, ու ինչի համար նման օրինակ մարդկանց համար, ովքեր չունեն հասարակ մոտեցում, այսինքն իրանք այս տեսակի մարդ են հերիք չի մի հատ էլ հայտնվել են սպասարկման ոլորտում, մի հատ էլ փչացնում են իմ ու ձեր տրամադրությունը, որովհետև իրանք ուզում են օրինակ հաճախորդի հետևից խոսան ու կապ չունի այդ հաճախորդն ով է բացարձակ։ Կորցրեցին տասնյակ հաճախորդ, ինչի համար, մի հոգու համար, ով չունի դաստիարակություն, չգիտի ինչ պահերում ոնց իրան պիտի պահի, եթե դու ինձ չես սիրում, դու ինձ պարտավոր չես սիրես, ոչ մեկին պարտավոր չի սիրի, բայց դու պարտավոր ես գոնե այդ պահես քո մեջ իմ ներկայությամբ։ Սիրելիներս, դուք ինձ այս զարդի հետ կապված պապայի նկարով շատ եք հարցնում, որ տեղից համառել, լավն է, լավը չի, ինչ արժի եղել, ուրեմն ասեմ, չեմ նշում էջը, որովհետև գող չեմ, ինչպես տեսակ մաքրվել է ամբողջ, լազերային տպագրությունը ըստ ոչ ոսկյա, ոչ արծոթյա, ոչ ինչ-որ այլ մետաղի վրա չի պահպանվում, որովհետև դուք սան շփվում եք մարմնի հետ, զարդը էլի, շփվում է մարմնի հետ կամ ինչ-որ մի տեղ է կսվում կամ եթե դուք ուզում եք, որ ինքը իր իդեալական տեսքը պահպանի, պետք է երևի ամսական մեկ անգամ կրեք, որպեսզի մնա։ Այն էլ չգիտեմ կմնա թե չէ։ Արժեքը 100,000 չհասած էր, կոնկրետ չեմ հիշում։ Եվ այդ գումարով ոչ զարդն է ինչ-որ իդեալական գեղեցիկ, որ զարդի համար վերցնեք, ոչ էլ միտքն է պահպանվում։ Եթե ուզում եք ձեր սիրելիի հետ միասին անեք կամ ինչ-որ հարազատ մարդու հետ կապված, ինքը չի պահպանվում ուղղակիորեն, պես որ խորհուրդ չեմ